Բարև հարգելի գործընկերներ, սկսում ենք Գերիշե Մելիքյանի մամուլի ասուլիսը Լեռնային Արցախի դեմ խաղից հետո նախ մամուլի խոսի խաղի մասին։ Դե շատ բան չեմ ուզում ասեմ, որովհետև խաղից առաջ էլ հասկանալի էր, որ ուժերի տարբերություն կա, վստահություն ունենք, բայց ավելի շատ ուրիշ ուղղություններով է կենտրոնացած, որ մեր երիտասարդ ֆուտբոլիստներին տալ հնարավորություն ու տեսնել ինչքանով են իրենք պատրաստ համագործակցեն առաջի թիմի հետ, շատ ուրախ եմ, որ եւ գոլ խփեցին, եւ գոլային պասեր տվեցին, եւ վստահություն ունեն։ Նման խաղերը շատ են պետք ուրիշ հարցեր լուծելու համար, ոչ միայն հաղթանակ, ու շատ ուրախ եմ, որ մի հատ էլ ունենք նման խաղ, ու հետագայում կաշխատենք, եթե ունենք հնարավորություն մեր երիտասարդ ֆուտբոլիստին տալ խաղալու ժամանակ անպայման կօգտագործենք։ Մրցակցի մասին երկու բառով ասեմ, որ իմանալով իրենց պայմանները, ինչ պայմաններում են աշխատում, հավաքված, ինչ դժվարություն ունեն, բայց լավ տպավորություն թողին, կարևորը կարգապահեն, աշխատասեր էին, ձգտում ունեն, դուրս եկավ, մրցակիցն էլ դուրս եկավ, մեր երիտասարդներն էլ դուրս եկան եւ դուրս եկավ այն պահը, որ այն ֆուտբոլիստները, որոնք չունեն հնարավորություն ժամանակ ստանալու, այսօր բոլորը ստացան։ Պոզիտիվա տրամադրությունն է լավ, շարժվում ենք առաջ, առջևում Ուրարտու կա, կարևոր խաղ է, պետք է պատրաստվենք, այսքան։ Այո, մենք իրան ճանաչում ենք, երբ ինքը խաղում էր Ուրարտում, տպավորությունը այնտեղից ունենք, հիմա իրան պետք է ադապտացիա լինել մեր թիմում, ավելանի, որ այստեղ կարողանա խաղալ, բայց մրցակցություն ստեղծում է, շատ լավ տղա, շատ պրոֆեսիոնալ, ինձ շատ դուր է գալի եւ շատ ինտելեկտ ունի ֆուտբոլային, ֆուտբոլ խաղը հասկանում է, կոմբինացիոնի խաղը հասկանում է, այսօր երիտասարդ ֆուտբոլիստներին շատ լավ ուղղակներ է ստեղծում, համագործակցում, փորձառու տղա է, շատ գոհ եմ, շատ ուրախ եմ, ավելի լավ խաղեր սպասում եմ իրենից։ Դե եթե պարտվել ենք վերջի խաղում առաջնության չեմ կարա գոհ լինել, ընդհանուր առմամբ թիմի մթնոլորտը տրամադրությունը ոգին լավ վիճակում է, պատրաստ ենք պայքարելու, պատրաստ ենք բարձր տեղերի համար ամեն խաղի համար պայքարել եւ վստահ եմ, որ մեր մոտ շատ բան կստացվի եւ ինչ էլ որ մեր մոտ չի ստացվում, մենք ճանապարհ անցած թիմ ենք, փորձառու թիմ ենք եւ լավ հասկանում ենք, որտեղ ինչ-որ բան չստանալու դեպքում ոնց կարող ենք ռեակցիա տալ ու ուղղությունը բերել դեպի ճիշտ ճանապարհի։ Փորձը կա, աշխատանքը կա, տրամադրությունը կա, ամենակարևորը որ հավատք կա, ամեն ինչ լավ կլինի, ես պրոբլեմներ չեմ տենում, այո, կլինեն ընթացքում հարցեր, կլինեն պարտություններ, բայց մենք աշխատելու ձև գիտենք եւ հաղթանակից հետո եւ պարտությունից հետո։ Այսօր խոսեցի նորեկների մասին առաջատարներից շատ-շատերը բացակայում են դա կարող է արտասվում են նաև Ուրարտուի դեմ հանդիպման Այո, դե ամեն խաղ գիտեք, որ ռիսկ է, ամեն խաղ աշխատանք է, ամեն խաղ արագություն է ու դրա համար էլ վնասվածքների ռիսկ կա, առջևում այո, Ուրարտու ունենք, Արմենիա սուպերկուբոկ, ասին որ շուտով ասելու են մոտակայքում կլինի, դեմը շատ խաղեր ունենք, ինչի համար է պետք ռիսկի գնալ այն ֆուտբոլիստները, որոնք կարող են գտնվել զոնա ռիսկը։ Ես վստահ եմ, որ այս թիմով էլ
այս երիտասարդ ֆուտբոլիստներով է մենք վերցնենք այդ հաղթանակը, դրա համար չգնացի ոչ մի ռիսկի։ Այո։ Շնորհակալություն։